12 տարեկան երեխա լինելով ծնողներիս հետ Գյումրիից եկել ենք Լեհաստան։ Զենքը մեր տունը միշտ եղել է։ Որսորդությունը իցն է եղել է մեջս, եվրոպական որսի կուլտուրան տեսնելով քիչ ավելի ենք զարգացել, ավելի ենք բնությունը սկսել գնահատել։ Ցավոք սրտի Հայաստան մի քիչ թերի է այդ ոլորտը։ Լեհաստանում Եվրոպայից ամենաշատերից է կատեգորիաները 7 կատեգորիա կա։ Ադրճանագել է կարելի, քանի որ ես ունեմ համ սպորտային, համ կոլեկցիոներսկի պատմական թույլտվության մեջ նաև կարող ես ունենալ ավտոմատիկ։ Կարող եմ առնում վայնի պուլեմյոտ, ոչ լե լինելով, այստեղ Լեհաստան անհատիցոր կանես, ուղղակի ձեռքով պայմանագիր կերես, այդ թուղթը կտանես, ինքը այդ թղթով հետո ոստիկանություն հայտարարի, ես է 2 օրվա ընթացքում հայտարարեմ, որ արել է։ Թե գայլը արգելված է Լեհաստանում, նոսն է արգելված, բնապահպանության նախարարությունը հրաման է տվել դաժե եկերին ցակով խփել։ Մեր որսորդ միության մեջ ներքին կարգով հագապետական որոշում են կայացրել, խոզ եկերին չեն որսորդները թուփ ու ծառը քարը գիտեն։ Թուղթ ստացանք, որ եթե պետք եղած ժամանակ պարտավորեք ամեն ինչով ուղեկցել, օգնել, այդ նամակներից ստացել են անդարապաները 150,000 որսորդ կա Լեհաստանում։ Պատրուն լցելու համար вообще ոչ մի տող։ Օրինակ սահմանափակելով որսի օրերը դրանով հարց չեն լուծում։ Նախ պետք է բնությունը շատ սիրեն ու շատ հարգեն։ Բարև ձեզ ընկերներ, այսօր շատ հետաքրքիր հաղորդում ենք նկարելու մեր Լեհաստանում ապրող հայրենակից Հակոբի հետ։ Հակոբը 30 տարուց ավել է ապրում է Լեհաստանում, իր հետևի ֆոնից է կտեսնեք, որ ինքը զենքի հետ բավականին ուժեղ կապ ունի, իսկ թե ոնց ինչ արդեն իրան կհարցնենք։ Բարև Հակոբ ջան։ Հազար բարև եղբայր։ Սկզբից կպատմես քո մասին, եղբայր։ Պատմեմ Իշխան ջան։ Ուրեմն 93 թվին որ 12 տարեկան երեխա լինելով ծնողներիս հետ Գյումրիից եկել ենք Լեհաստան։ Ու Լեհաստանում ապրել ենք այստեղ, հետո ուսանողական տարիներս 10 տարի բարձրագույն կրթություն ստացել եմ Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում։ Դրանից հետո ասպիրանտուրա, հետո նորից վերադարձել եմ Լեհաստան գործնական բնույթով արդեն կարելի ասել երկրորդ հայրենիքն է։ Հա, հասկացա։ Հա։ Ինչ կապված է որսորդության հետ, մանկուց, շատ մանկուց։ Մեջս եղել է այդ որսորդությունը, նախ զենքը մեր տունը միշտ եղել է, որովհետև իմ հորեղբայրներս, հայրիս հորս ընկերները բոլորը հայրս բիատլոնիստներ են եղել։ Իսկ որսորդությունը ուղղակի իցն է եղել է մեջս, չնայած որ պապս որսորդ է եղել, ու ռագատկով սկսել եմ։ Շատ ուժեղ է, ես էլ եմ ունեցել ռագատկա։ Մեր թաղի բոլորը այդ մութ ու ցուրտ տարիներին սաղ թաղով տանջվում լամպուշկա էին բերում տնում, որ ինչ դիտեր ովեր այդ ծմերվա սեզոնին այդ թրջունները լամպուշկերի դեպը տակ էր պա էին մտնում, այդ լամպուշկեքը մի օր չէր դիմանում։ Չէր դիմանում, շատ։ Որսը սկսել ենք այդ տարիքից։ Հետո ճիշտ ասած մեծանալով այս եվրոպական որսի կուլտուրան տեսնելով քիչ ավելի ենք զարգացել, ավելի ենք բնությունը սկսել գնահատել։ Ցավոք սրտի Հայաստան մի քիչ թերի է այդ ոլորտը։ Իրար հետ պետք է խելքի բերենք, էլի։ 100%, ես պատրաստ եմ, միշտ ասել եմ, թող լուբոյ հայ որսորդ, դաժե անծանոթ, ուղղակի ցանկություն ունեցող, որ ճիշտ որսը տեսնի, հումանիտար որսը տեսնի, բնությունը հարգելով, սիրելով այդ որսը տեսնելու համար ես պատրաստ եմ հրավիրել առանց մի կոպեկ ծախսելու, առանց, կարող է 0 գրբանին 0 տրած, կա, այստեղ ես իրան ամեն ինչով ապահովեմ, իր որսն է, ցույց տամ ճիշտ որն է, որովհետեւ իմ չափով, իմ հնարավորության չափով կրտեմ որսորդությունը ցույց տամ, ոչ թե ես իհարկե այդ հնարավորություն չունեմ, որ ես կրտեմ, ուղղակի տեսնեն ճիշտ հասկանում եմ ինչ ես ասում։ Ես ասում եմ, ասածները իմ ընկեր Զաքարին փոխանցեմ, Զաքար ջան, ողջույններս։ Փոխելքի եղբայր ենք, թե
Տենց քեզ ձեզ անպայման իրար հետ կապելու եմ, էլի, ձեզ շատ հետաքրքիր կլինի իրար հետ։ Քննի չկա, Մի հատ հարց, համեցեք։ էլի։ Ձեր մոտ զենքով կարա առնի, ու ինչ զենք կարա առնի։ Ուրեմն մեր մոտ զենք 18 տարեկան չափահաս դառնալուց հետո բոլոր անձիկ, ով օրենքի հետ խնդիր չի ունեցել, 18 տարեկանը լրանալուց հետո տարբեր կատեգորիաներ կան, ես բերել եմ հետս թղթեր, որ ցույց տամ։ Ուրեմն Լեհաստանում Եվրոպայից ամենաշատերից է կատեգորիաները, լավ չի երևա կամերայով, 7 կատեգորիա կա։ 7 կատեգորիա կա, ինքնապաշտպանության համար դա ամենապարտն է ստանալը, ամենա, որովհետև ինքնապաշտպանության համար ստացած զենքով, եթե կիրառես մարդու վրա, ամենաքիչ պատասխանատվություն այդ ժամանակ կրես։ Դրա համար շատ քչերին են տալիս, շատ քչերին, եթե ճիշտ կմեկնաբանես, ինչի համար է քեզ, եթե քո կյանքիդ վտանգ կա, ինչ որ շատ դժվար է։ Ես դաժե չեմ փորձել, նախ կարիք չունեմ։ Քո կյանքին վտանգ չկա, որսոր տղա ես։ Կարիք չունեմ, հա։ Նու բացի որսից փորձում ենք ապրել պես որ դրա գործը չլինի, էլի։ Հա, հետո կա որսորդականը երկրորդ ամենապարտն է, քանի որ կապված է բացի զենքի թույլտվությունից, նախ դերնից որսորդ միության անդամ։ Իսկ որսորդ միության անդամ դառնալու համար հիմա առանձին կանրադառնամ այդ որսորդության թեմային, որտեղ ավելի շատ խորացված է։ Հետո կա սպորտային, սպորտայինը կարելի ասել ամենահեշտերից է, ամենահեշտերից է, ինչ որ ճանապարհը քիչ է, կարճ է ավելի անցնելու համար, որ ստանաս որսորդական թույլտվություն, կա պատմական ռեկոնստրուկցիոն, կա կոլեկցիոներսկի, կա հուշանվեր որպես, այսինքն պետության կողմից հուշանվերը հատուկ կատեգորիա է զենքը։ Կա վարժությունների համար, ինստրուկտորները հատուկ իրանք էլի կատեգորիա ունեն։ Այդ կանն է, իսկ վարժականները հիմնականը ռազմական ինստրուկտորների համար է, հիմնականը, այնքան որ ոստիկանության մեջ ամեն ինչ հեշտ է իրանց համար, բայց դե անպայման ռազմական են, ռազմական ունենաս, կատեգորիան, խաշ կատեգորիան է, ուրեմն ես ես 7 կատեգորիայի 4 ունեմ, քանի որ ռազմական հետ կապ չունեմ, ռազմավարության հետ, չնայած որ Լեհաստանում կա լիգա աբարոնի կրայա ինչ-որ ազգային տարածքային պաշտպանություն է ասում, հա, ազգային լիգա կա ու իրանց վարժությունների մասնակցում եմ շատ հետաքրքիր է, շատ դիդան բաներ են փոխանցում, բայց այն ինչ ունեմ այդ կատեգորիաները ինձ այսքան երեք են, ընդհանուր առմամբ այսօրվա կարող եմ 40 հատ զենք ունենամ։ Քանի հատ ունես, եկանք ասենք 13 հատ ունեմ։ Շատ ուրախ։ Ադրճանագել է կարելի, քանի որ ես ունեմ համ սպորտային, համ կոլեկցիոներսկի պատմական, կոլեկցիոներսկի պատմական թույլտվության մեջ նաև կարող ես ունենաս ավտոմատիկ։ Հա։ Իսկ կարես տանես հրաձգարան կրակես։ Կարող եմ տանեմ հրաձգարան կրակեմ։ Այդ է, էլի։ Կարող եմ առնում վայնի պուլիմյոտ, եթե 30 տարուց ավել է, նորը, որը ռազմական զենք է։ Սպառազինության մեջ է չես կարա առնես, բայց ասենք ինը բան կարաս, ձիգսիրյով կարաս առնես, էլի են, կլոր բանով, շատ հետաքրքիր էր ախպեր։ Բայց ասեմ, որ շատ բարդ է ստանալ այդ կատեգորիաները, ես արդեն 20 տարուց ավել ունեմ իրավունքը, արդեն գիտեն ինձ քաղաքում, երկրում նախ ոչ լե լինելով, հետո ակտիվ մասնակցող եմ որսորդական ինչ-որ հանդիպումների, դպրոցները իմ երեխաներից գնում եմ
որսորդության կուլտուրա ներարգելու համար քանի որ մի որսորդների հանդեպ շում սեփպիար է։ Հա, էլի դուք կենթանիներին եք Ես սպանում։ եվրոպացի COVID-19 կտցրել են էլի այս կենթանիների պաշտպան Հա, չափից դուս էլի ոսկի մորտից շորա հակած կոշի կաշվից կոշիները հակը հելը պաստարով ոսկի հագա որսորդական բան է։ տենց բանի սահմանում էլ մեր հետ էին անում։ Էկոակտիվիստները, որ արդյոք փագել։ Հիմա այդ պսևդո էկո ակտիվիստները շատ զարգացած են։ Քո զենքերից ամենահետաքրքիրների մասին մի երկուսի կպատմես։ Ասենք ամենաշատը որն Ուրեմն զենքերից ճիշտ ասած ամեն զենքից հետ յուրահատուկ սենտիմենտալ կապ ունեն։ Կարող է շատ մարդկանց համար դիք տարօրինակ թվա, բայց եթե մարդ սիրում է այդ իր հոբին ու տրված է դրանով, պրոստը զենք չունի ունենալու համար նորմալ է։ Ուրեմն առաջի զենքս որ առել եմ, այդ գերմանական Մերկելն է եղել, Մերկել Helix 2 տակտանի զամոկով 3006 կալիբրը, որսի կալիբրը, որսորդական, հա, իր փողը փոխվող է, փոխվող է, մի հատ ռիչագ է, այսպես քաշում ես, փողը փոխում ես, մյուս կալիբրն ես տնում։ Չնայած ես չունեմ երկրորդ փող, քանի որ զենքից պետք է ներած է սաղ նույն ծևի, նույն փամփուշտով կարողում եմ 10 քանի տարի, հա, 20 տարի, չեմ ուզել փոխել, էլի, ավելի լավ է թազա զենք առնեմ։ Դրանից հետո ունեմ Beretta փող 12 կալիբր, Tika CRT վարմից փողով 6.5 կրիդմոր, կամբիներովնի Քենիա, չդեմ հայերեն ճիշտ բացատրի, իրար վրա մեկը նարեզնոյ, մեկը հարտապող։ Ադրջանակներից ունեմ բրազիլական ռոսի չժանգոտվող մեդաղից 38 սպեցիալ կալիբրի։ Նոր սկսել են մեր մոտ բերել, էդ էլ տարոնին ողջուներ, հա։ Շատ հետաքրքիր զենք է։ Ադրջանակները հələ չեն բերել, հեսա կբերեն։ Հա։ Ադրջանակներից ունեմ հնություն Remington, հա, սև պորխով լիցկավորվող 45 կալիբր, հա, հետաքրքիր է։ Տարիք է երևից լիցկավորելով են հին ժամանակներով բիզոններին կովբոյները խփել այդ զենքերից է։ Իրա արած վնաս ենքան չէ, իշքան դեմի կրագը։ Հա, ծուխ, վախացնելը ավելի շատ է, քան թե վնասելը, հա, հետաքրքիր է։ Ուրեմն ադրջանակներից ունեմ Sig Sauer P229 Legion, շատ լավ հետաքրքիր զենք է։ Ինչ չասի որ։ Հա, տոզ ունեմ Savage, էլի հետաքրքիր զենք է։ Ու մի հատ զենք բերել եմ, շատ հետաքրքիր զենք է, զենքի հետ պատմություն պատմեմ հիմա։ Ուրեմն քանի որ ես թռչունի որսը շատ եմ սիրում, շան հետ որ ֆազանի որսի եմ միշտ ել է, միշտ խոզերը հանդիպել են։ Իսկ ես վերջի 3-4 տարին, քանի որ կաբանների պոպուլացիան շատ շատացել է, այս իրանական պայմաններից ելնելով սնունդի ոչ պակաս լինելու պատճառով Դաժե վդան, խոսքի կարճ զենքը միշտ հետս վերցրել եմ, բայց հիմնականում ֆազանի որսը աշուն ձմեր է, տակ հակած զենքը դրսից անհարմար է կարճ զենքը, հետո Լեհաստանում կարճ զենքով որս իրավունք չկա անել, ավելի շատ անվտանգության համար է, կարճը պահելու համար, պահում եմ մոտս, շատ դեպքեր եղավ, որ հելել է չեմ խփե, բայց ես վերջի պայն տարվա մեջ երկու անգամ դեպք եղավ, որ հասավ վրես։ Դե մեջը պարզ է, շեշմով մոդիկից խպես էլի վնաս կտա, բայց եթե մի հատ է։ Ու սկսեցի փնտրել դրիլինգ զենքը 3 սպոլանի, շատ պրակտիկ զենք է,
Էլի ցույց տուր, էլի սենց պատմում ես։ Հիմա ցույց կտամ, ուղղակի այդ պատմությունը հետաքրքիր պատմեմ, ու սկսեց հետաքրքրել թազեկը շատ թանկ էին, այդ զենքերը, լավ ֆիրմեր են արտադրում, գերմանական, ավստրիական, անատական այդ զինագործները կամ զավերը ունի հետաքրքիր մերկելը ունի հետաքրքիր բաներ։ 5000-6000 եվրոից վերև մենակ այդ կներն են ճիշտ ասած հաքսի ավելի լավ է հին է ունի համ ինչ որ մեջը հոգի է ունի այդ հին ժամանակների ուղղակի չի գնում քաղաքի մոտակայքում ու սկսեց 2 տարի փնտրելուց հետո մեկը նայեմ մեր քաղաքից 50 կիլոմետրերով հայդարություն է գցած 1912 թվից է մեկից վերցրի երախս զանգեցի ու դրանից առաջ արդեն կուրոկներով է եղել հա Ինչ որ այս առաջի բանն է որ արձարկել են ոչ կուրոկային մեկից երախս վերցրի զանգի խոսացի այդ մարդը գնդապետ էր տարիքով արդեն թոշակարու գնդապետ էր ու որսորդ էր մեկից ուրախացա որ որսորդ է կոլեկցիոներ չէ սա որ որսորդ է 100% խնդիր չկա Սենց մի ժամամ տասկում վեշմեշոքս վերցնեմ ուղղակի կան տարեկան զենք է կուզենայի մի հատ փորձել ասես խնդիր չկա արի ես զենքը թուղթս լիցենզիասու գումարը կթողնեմ ձեր մոտ զենքը տանեմ մեր որսի տարած փորձեմ բերեմ պայմանագիրերին կարգու վաճառքի այստեղ Լեհաստան անադիցոր կանես ուղղակի ձերքով պայմանագիր կես այդ թուղթը կտանես ինքը թղթով հետո ոստիկանություն հայդարել է էսե երկու օրվա դասքում դիհայդարել որ արել է հասկացա ու գնացի հայրիկիս հետ գնացինք որսի տարածք փորձարկելու կուշնես կուշնես մենք էլ ենք կուշնես ասում ու ընտածքից մեր որսորդների զանգին թե որտեղ ես գնում եմ զենք գնեմ մի հատ կուզեմ փորձեմ էլի այդ զենքը Պակրաս մենք շներով բանը կուզենք փորձենք խոս հանել ցերեգորը դեսի ես գիտեմ ուտեղ կարող են անին ճայիշների մեջ տեղ կա որ 90%-ով միշտ այնտեղ կա ուղղակի դժվար է հանել առանց դու ճայիշներ մարդը չի կարող պետք է շուն մտնի անպայման հանե Սիկակաս կուկամ փորձեմ այդ բանը զենքը այնտեղ տեղ փորձենք հետո նայենք բան ու գնացի ես մարդու հետ ֆորմալ հարցեր ուզի գումարը թողեցի զենքը վերցրեցի զենքը կանի մի քիչ ցույց տամ բայց սարկած է ու տակն է երրորդ փողն է հենա տակը երրորդ փողն է շատ ուժեղ է 962 տակի փողն է 16 կալիբր վերևի փողն է 16 ու մի հատ հետաքրքիր 16 հա Եվ 16 է։ Ու մի հատ հետաքրքիր համակարգ ունի, իշխան ջան, նայ իմը, այս շատ հետաքրքիր, այն ժամանակում ոնց են սարքի այդ ուրեմն իրապրեդը այս կողքից է։ Իրապրեդը այս կողքից է։ Այս հետևը, որ հիմնականում պրեդները հետևն է, չէ՞ լինում այս հարկավորի։ Հա, նրա համար է, որը ինքը հետ քաշած է, աշխատում է վերևի երկու հարտափողերը։ Հա, բրդում ես դառնում են արես։ Եթե ընթացքից ուզում ես փոխես բարի փողին, հա, ուրեմն հրելուց հետո նայ ինչ է դու։ Հոպ։ Տեսա։ Հա։ Հրից փող։ Դուրս է գալիս նշանոցը դուրս եկավ, հա, տեսա։ Հա։ Հա, նշանոցը։ Փայլում է, հա։ Ու ավտոմատ դուրս գալու ժամանակ նանում է բարի փողը։ Այսինքն եթե նշանոցը հելացա պատահական հարթափողի տեղը այնե չես կրակի։ Տեսանելի տարբերում է, հասկացա, շատ ուժեղ։ Այո։ Շատ ուժեղ մեխանիզմ է։ Ուրեմն այս զենքը վերցրին, գնացինք այս լե ընկերներից մեկը զինվորական է, միսիաներ մասնակցած։ Հա։ Լուրջ զինվորական է, մի ինստրուկտոր է նատովսկի։ Շները Իրանն են ու ասի դու ես կողմի շներին պաստով ես ու են մյուս փորձորդը կանգնենք ու այս զենքն եմ վերցրել առաջի անգամ հենց չեմ կրակել փորձարկում եմ ել դրել եմ 3 պատրոնը դե արդեն գիտեմ որ խոսի է հրած առաջ շանը պաստողեց ուղիղ 5 րոպե չանցած շաների հաճոցը ճվացի տականի ուշադիր խոզերը կան ու նաև մի հատ խոս վերես է գալիս ու այս զենքով մեկից այդ խոզին մոդիկ դիստանսից մեկ
15-20 մետր ուղղակի հենց վրես էր գալիս։ Հա։ Մեկից տեղում այդ խոզին տաբալինք, հələ խոզը շունչ չէր տվել, զանգել մարդուս զենք 100% արա։ Փորձարկումի առաջի փորձարկումով խոզը պարկած է։ Ու այս 2 տարի զենքը մոծը արդեն 7 հատ խոզ է 7 հատ խոզ եմ խփել զենքով։ Սա ֆազանի որսի ժամանակ։ Հա, հասկացա։ Այս վերջի 10 օր առաջ ղամիշների մեջ այստեղ շատ ուժեղ ցնցել եղավ։ Ճայիճը սարած էր այդ ղամիշների մեջ մտել եմ շանել։ Շունը ֆազանի պես ստոյկա էր կաբանին դուպլետ է վերել։ Հա։ Շատ հետաքրքիր զենք է, դրա համար ուզեցի անպայման ցույց տալ։ Հա, այդ դուրս գալ բան անելու մասը նորություն էր իմ համար, շատ հետաքրքիր բան է։ Այդ ժամանակները ինչ ծերի մեխանիզմի որ այսքան տարի դիմացել է ու շատ պրակտիկ զենք է, շատ։ Ձեր մոտ ոնց հասկացա, որսի սեզոնին ամեն ինչ կարելի է խփել համարյա, էլի, հա։ Կա կենթանի որ չի կա։ Թե գայլ արկելված է Լեհաստանում։ Հա։ Լոսն է արկելված։ Հա։ Գայլը լոսը արկելված են, մնացած կենտանիները կաբանը, խոզը, վարազը ամեն սա վաղ է կարելի։ Քանի որ այս աֆրիկական գրիպը տարածված է Եվրոպայում։ Ու պոպուլյացիան շատ է շատացել, շատ չափից դուրս։ Հասկացա։ Ու մի հատ հետաքրքիր բան է ասեմ, ուրեմն որսորդական հա թույլտվություն ստանալու ճանապարհը ինչի համար է դժվար, նախ առաջինը մի քիչ փակ ինքը հասարակություն է։ Հա որսորդները, որսորդ միությունը ընդանուր։ Հետո մինչև զենքի թույլտվություն ստանալը պարտադիր պետք է անցնի ստաժ։ Այդ ստաժը, այսինքն խմբակային որսի ժամանակ պետք է գնաս դու կենտանի քշելու, պետք է գնաս որսորդ միությանը քո տարածքը գործ անես, խոսքի։ Ծմերները կենտաններին աղ են դնում, ինչ որ Բիշկեկի մոտ մակրման process-ը, ամեն ինչի պետք է մասնագիծ եղնես, որ տվյալ որսորդ միության որսորդները ծանոթանան քեզ, քո պահվածքը տեսնեն, քո տարածքը դու տարածքին սովորես, լանդշաֆտը, որից հետո է դե պարզոր քարտեզով ուրիշ է, բնական տարածքի մեջ արի ու թփի տեղը գտնալը ուրիշ է։ Շատ հետաքրքիր։ 2 տարի ստաժը անցնելուց հետո նոր տվյալ որսորդ միությունը, որտեղ որ դու այդ ստաժը անցել ես, խորհուրդ են դեղած, ստորագրել որ այս մարտը անցել է ստաժ, մենք դեմ չենք, նոր գնում ես քննության։ Այսինքն 2 տարի պետք է վիզ դնես, նոր կարողանաս եթաս որսի։ Կա արագացված տարբերակ մի տարի, այդ ժամանակ դու որսորդ միության անդամ չես դառնա, դառնաս ինչ-որ ազատ որսորդ եղնի, բայց կոնկրետ քու մայր որսորդ տարածքը չես ունենա։ Հասկացա, շատ հետաքրքիր է, մեր մոտ դեպքում ես խանութում խեղճ նայում ես որսորդ թուղթը տալիս։ Մեր մոտ շատ թերի է այդ։ Նայեք, հայրենակիցներ ջան, նայեք որսի մշակույթը ոնց է ալնում։ Զենքի մշակույթը, բայց որսի մշակույթը մի ամբողջ աշխարհ է, որը հազարամյակներ մեր հետ գալիս է, չէ՞։ 1000 տարի առաջ է որսը։ Ասա։ Ուրեմն այս աֆրիկական խոզի գրիպն որ տարածված է, լուրջ խնդիր է, իրանց խոզապուծականների համար շատ լուրջ խնդիր է, իսկ պոպուլյացիան այս վերջի քանի տարիները շատ շատացել է, դաժե բնապահպանության նախարարությունը հրաման է տվել, որ դաժե էկերին ծակով խփել, այդպես էպիդեմիայի դեմ են կանգնած, բայց բոլոր որսորդ միությունները երկիրը հրաման է տալիս, որ դու ջնջես, պոպուլյացիան գոնե կեսով քչացնես, որովհետև այս ծմերների ոչ խիստ եղնելու պատճառով շատ է պոպուլյացիան շատացել։ Խոսքի եկ խոզը կարող է տարվա մեջ 3 անգամ ձակ տալ, հաշը ծմերը։ Հասկացա։ Ու մենք մեր որսորդ միության մեջ
ներքին կարգով հագապետական որոշում են կայացրել, որ խոզեկերին չեն խփում։ Հա։ Պետությունը մեզ տվում է խոզեկերին խփել ցակը մեջը տալ։ Բայց մենք մեր մեջ արկել ենք այդ։ Նու պարզ է դեպքեր լինում են, որովհետև խոսքի 2 տարեկան կաբանը կարող է արդեն ցակով եղել։ Հա, կանանչ իմանալով դու չգիտես որ սեզոնին։ Օրինակ դեկտեմբերին ապագային որսի վաղ դեկտեմբերին խփել ենք կաբան ու որը շատ մեծ չի եղել։ Մեջը ուտա ցակ եղել։ Հա։ 2 տարեկան կաբանը։ Խոսքի բայց հիմա դրա համար թույլ են տվել տեփլավիզորներ օգտագործել, որսի ժամանակ խլացուցիչներ օգտագործել, որ տեփլավիզորով ճիշտ գնահատես էկը որսը, փորի մեծությունը ու արդեն փորձառու որսը ժոգի թեգուս փոքր կաբանը խոզը ցակով է թե չէ։ Մի հատ է հարց էլի։ Լեհաստանը որսորդներին կամ զենքով մարդկանց այդ երկրին ծառայելու հետ ո՞նց է կապում։ Ասենք որ իրանք ռեզերվիստ դառնան, բան ինչ մեթոդներ ունի էլի։ Ուրեմն այս Ուկրաինայի պատերազմից հետո մի 2 ամիս հետո բոլոր զենք ունեցող որսորդները ստացան որ պետք եղած ժամանակ օգնենք տարածքի զորքին։ Տարածքի իմաստությանը։ Քանի որ զինվորները իրանց պոլիգոններում են սովորում ու քարտեզներ մենակ ունին, իսկ որսորդները թուփ ու ծառը քարը գիտեն, թուղթ ստացան, որ եթե պետք եղած ժամանակ պարտավորեք ամեն ինչով ուղեկցել օգնել։ Հասկացա։ 150,000 որսորդ կա Լեհաստանում, 150,000, 38 միլիոն երկրի մեջ 150,000։ Ու իրանք համարում են լեերը, որ որսորդները զինվորից հետո հա, իրանք են, հասկացա։ Երկրի պաշտպաններն են։ Շատ է։ Չնայած որ կազմակերպություններ շատ կա իրանց մեջ, իրանց մոտ մի քիչ այդ ցանցը շատ ճիշտ է սարկած, որ այդ նամակներից ստացել են անդարապաները, այդ նամակներից ստացել են բոլոր բացի ուժայիններից հրշեջ, MЧS-ը։ Հասկացա, հա։ Որ Պրյամո Լեհաստանին վտանգ չի եղել, բայց արդեն որ այդ լարված իրավիճակը ստեղծվել է, տեղեկացրել են որ պատրաստ եղեք։ Հասկացա։ Հետաքրքիր է։ Զինագործությունից ինչ կասես, սկսած անհատից որ բանը։ Դու կարաս օրինակ պատրոն սարքես կամ զենքիդ փողը փոխես, վերջացած երկրի մասշտաբով։ Ուրեմն դրա համար հատուկ թուղթ է պետք անել, բայց զենք ունեցողի համար խնդիր չեն անում։ Ես հանել եմ, հիմա փողը կարող եմ ես փոխեմ։ Եթե հնարավորություն ունիմ, եթե կարող եմ այդ բաները ունեմ, այդ գործիքները։ Հունարը ունես, հա։ Հա, կարող եմ այդ ես անձամբ հանել եմ այդ։ Պատրոն լցելու համար կարիք չկա, вообще ոչ մի թուղթ։ Եթե զենք համ հարտափող, համ նարեզնոյ, համ կային են համ են։ Դու կարող ես սելոբրացիա անես։ Ես մոկալակ սարքավորումները առանց սկզբից հավես է եկել։ Հա։ Ուղղակի ժամանակատար է, մի քիչ պետք է ավելի բան, այս որսի մեջ էլ այդ շատ կարիք չկա, էլի այդ տոչնստի բան, խոսքի լավ փամփուշտներ կան, լապու ախորնալի։ Խանութինը հերիք է նոր։ Խանութինը լրիվ հերիք է։ Այսի մեր պատկան մարմինները թող լսեմ, որ մեզ ռելոտ չեն թողում։ Եթե մարդ զենք ունի, ինչի համար չսարքի իր համար։ Ինչի համար, ինչից է խոսքի, ինչից են վտանգ զգում։ Օրինչ կարող է խոսքի պատվոլնի զավոտ տնե։ Իրանց պետք է հարցնենք, ես հարցնում չեմ ջոգի ինչ են զգում վտանգ։ Հետո մեր մոտ լրիվ ուրիշ վտանգներ կա, էլի ասենք պատերազմից հետո ինչքան ասես ապօրինի զենք, խնդիրներ կա։ Հակառակը։ Դե մենք համոզելով էթում ենք։ Հիմնական հանրացածագործությունները լինում է ոչ գրանցված զենքով։ Ոչ թե հիմնական 100% դաժե։ Դու մեր մոտ մի երկու ինքնասպանություն կա։ Գրանցված զենք։ Օրինականով ինքնասպանություն։ Երկերն է դիլում։ Հա, համաձայն եմ եղբայր։ Մի երկու բառը լենքով մյուս որսից պատմի էլի, որ սկելով է։ Էսի զենքի հետ էլի կապ ունի ուրիշ տեսակի զենքի է։ Չէ, ջրի տակի որսել ես անում։
Ես 10 տարի է, ճիշտ ասած միշտ եմ սիրել սուզվել կրաբրակ ու ոդնուկ բռնել մանկուց, բայց կոնկրետ որսորդության մեջ վերջի 10 տարում եմ սկսել խորանալ, նույնիսկ թուղթ եմ անել միջազգային թուղթ եմ անել, էդել էի բերել, որ հանել էի ցույց տայի։ Այդ Spearfishing, ասեցի։ այսինքն ջրային որսորդ։ Հա, ջրան։ Հա։ Միջազգային թուղթ է, որ բաց ծովերում կարող եմ լրիվ, անկայ չեմ չի եղապայեմ։ Հա, հետաքրքիր է, հենը։ Underwater spearfisher։ Դասեց։ Շատ լավ։ Քննություն եմ հանձնել, բանը մեր ու երկիներ կան, որ թույլտվություն է պետք, անպայման լիցենզիա պետք է առնես, ու պետք է առնես որսորդ, քանի որ դե որսորդությունը զենքի անվտանգության հետ պետք է մենակ ճիշտ վարվես, իսկ ջրի տակի որսորդությունը արդեն կապված է քո առողջական խնդրի հետ ու շատ վտանգավոր էքստրիմ սպորտացև է, նամանավանդ ծովում, քանի որ հոսանքներ կան, պետք է ամեն ինչ տեղյակ եմ այդ բաներից, պետք է պատրաստված եմ, խոսքի խամ մարդը պրոստը շունչը լավ պայելով գնա ծովը կարող է սգի մեր օպեմ շունչը պայ 200 մետր հետո ծով է ելնի։ Պետք է հոսանքները զգաս այդ բնության հետ պետք է շատ լավ կապի մեջ ես։ Կովիդ ասած ու շատ նախ վտանգը նրա մեջ որ դու մի վիճավայրում ես։ Որսորդությունը, ջրային որսորդությունը միայն առանց այդ բուտուկ բաների էլի, օտերի, անպայման քութոկերով են ես։ Հա։ Չկա, իրավունք չկա, օգտագործես օտով չես կարա, հա, այդ գիտեի, պետք է շատ հետաքրքիր է։ Ես ես հաղորդումները հետո խորհուրդ չի տալիս, որովհետև անվտանգության հարց է։ Հա։ Քանի որ եթե լրացուցիչ օդ ունիս դու քո մեջ, դու սկիս բարի ճնշումը ուրիշ է։ Հա, կարող է թոքերը վնասի, ճիշտ է, հա։ Հա, դեկոմպրեսիա կա, որը պետք է անպայման դանդաղ ելնիս, հա, բուլբուլատորից պետք է դանդաղ ելնիս, բաներ կա, որ դայվինգ կենե, գիտե ինչ նյուանսներ կա։ Հա, թե կարա վնասի։ Ֆրի դայվինգի մեջ այդ չկա։ Իսկ քանի որ դու որսի ես, չէ, այսինքն կարող է գիշադիչ կենտանի հանդիպիս, կարող է տարբեր բաներ անի։ Հոսանքը տանի ուզենա շուտ ելնիս, ինչ որ կենտանի փորձը քո վրա արձակվի, այդ վաղ շատ արագ դուրս գա։ Հա, հասկացա։ Ֆրի դայվինգի դեպքում կարող ես դա արագը, իսկ այն դեպքում չես կարող։ Այս հաղորդումները ես ավելի շատ եմ երևի սիրում, քան թե մեր նայողները։ Ամեն երկրում ապրող հայից այնքան բան եմ սովորում խոսալուց, շատ հետաքրքիր է ու մեր բախտը բերել է հայերի, որ ամեն երկրում հայ եղբայր ու քույր ունենք, այդ սաղ երկրի փորձը կարանք իրա ձեռով վերցնենք, էլի։ Քեզ մերսի այսօրվա համար, վերջի հարցն է տամ ու ասում եմ փակենք, ինչ խորհուրդ կտաս Հայաստանին ընդհանրապես այս ողջ թեմաների շուրջ։ Ինչ խորհուրդ կտամ։ Նախ առաջինը շատ ուշադրություն կդարձնեի որսորդության մեջ, քանի որ շատ պաստով վիճակ է Հայաստան։ Օրինակ սահմանափակելով որսի օրերը դրանով հարց չեն լուծում։ Նախ պետք է բնությունը շատ սիրեն ու շատ հարգեն։ Հետո մտածեն բնության, եթե շղթայի վերևի օրինակի համար գայլերը վնաս են պատճառում փոքր ավելի կենտաներին, պետք է գայլերի պոպուլյացիան կրճատվի։ Այդ բալանսը միշտ պայ է, քանի որ մարդը ամենավերևն է շղթայի։ Այդ բալանսը դի մարդը պայ։ Հետո մի քիչ ավելի խիստ լինեն, եթե օրինակ արփի ազգային պարկում 15 հատ կաբան էին բազմանան, մի ամիս չի դիմաց այդ կաբանները։ Ոսկի եթե բաց եք թողը ավելի հետևողական եղեք, որ այդ խոզերին չխփեն, ավելի շատ ստուգումներ երեք։ Այդ մեկ իսկ ինչ վերաբերում է զենքին, իմ կարծիքով զենքը պետք է քաղաքացիական մարդկանց ձեր ավելի շատ հեշտացնեն, իհարկե համապատասխան քննությունները մարդը պետք է օրենքը խախտած չլինի, հոգեգան ամեն բաները անցնելով եւ ամենակարևորը զենքեր վարվել գիտենա։ Ոչ թե գնաց խանութից զենք առնի, թուղթը ստանա, всё, տունը տարես դրես, բայց այդ մարդը ոսկի կարող է սպորի մեջ
խոսքի նայելը իր համար նորմալ բան է։ Հա, Իսկ իմ 3 տարեկան, 5 տարեկան տղաս ներվը խաղալուց միշտ ուկակսի պապա նայե բարեմ բայ, պապա նայե բարեմ բայ։ ջերմ։ Մարդու վրա չեմ բայ, պապա, բادر փոխն է 5 տարեկան երեխա։ Այդ կուլտուրան, այդ անվտանգության բանը պիտի ներառվի փոքրուց։ Դրա համար ձեր արած գործը շատ մեծ գործ է, իշխան ջան, շատ մեծ։ Ես շատ եմ ցավում, որ Տիգրանի հետ կապ ունեցել եմ, ինձ շուտ չի ծանոթացրել ձեր հետ։ Այնա գիտենք, համ էլ լավ ջահել ենք, հələ կհասցնենք երկար ընկերություն անենք։ Քեզ սիրով կսպասենք Հայաստանում։ Կներես մի հատ բան է, ասեմ իշխան ջան։ Ուրեմն Շվեյցարիա ընկեր ունեմ, խորվաթ որսորդ է, համ ջրային, համ ցամաքային։ Այս բրանկոն տուն էր ուզում սարքել, բանը Շվեյցարիայում։ Պարտադրին որ տուն սարքելուց առաջ պետք է անպայման բունկեր սարքես։ Բունկեր։ Այնտեղ պրոյեկտով պետությունը պարտադրում է քեզի։ Ինչու համար է Շվեյցարիա ոչ մի անգամ պատրաստ չի եղել, որովհետև մարտիկ քաղաքացիները 90%-ով զինված են, նախ առաջինը, երկրորդը երկիրը սովորական քաղաքացին համ զենքի հետ վարվել գիտի, համ տունը պատրաստ է ոչ բարեկամին տավորելու։ Ու շատ հաճելի բան է, դրա համար այդ երկիրը աբաով, իրանց աբաով կզգան բոլոր մարդիկ 14 տարեկանից երեխեք արդեն զենքի հետ վարվել գիտեն։ Ընտիրը։ Մենք այդ ճանապարհով ակտիվ քայլերով եթում ենք։ Մերսի Հակոբ ջան, հիշեցնեմ, որ մենք խոսում էինք Հակոբի հետ Լեհաստանից։ Հետևեք աշխարհի զինված հայերին, եթե ձեր երկրից դեռ չենք նկարել, գրեք ինձ, շատ օգնած կլինեք, համ կընկերանանք, համ էլ ընտիր հաղորդում կանենք։ Շնորհակալ եմ։ Հաջող։ Շնորհակալ եմ, Աստված